Armenia Today լրատվական կայք, Արաքսա Սնխչյան, պարոն Ավինյան, մեր լրատվական կայքի բազմաթիվ հարցումներից երևանցիների շրջանում մի քանի հարցեր ենք հասցեագրել, որոնք կուզենայի բարձրացնել եւ որոնց շուրջ հետաքրքիր է ձեր կարճաժամկետ եւ երկարաժամկետ տեսլականները, նկատի ունեմ կարճաժամկետ մոտավորապես 1 կտրվածքով ինչ եք պատկերացնում եւ 3-ից 5 տարի մոտավորապես հետո ինչ եք տեսնում տվյալ բնագավառում եւ ռազմավարությունը, եթե հնարավոր է դրա շուրջ բարձրաբանեք։ Հարցերը հետեւյալն են, օրինակ, ինչ փուլում է այս պահին Նուբարաշենի աղբավայրի այլ ենթակառուցվածքով փոխարինելու ձեր հայտարարությունը, այդ նախագիծը արդյոք սկսել եք կյանքի կոչել թե ոչ եւ 5 տարի հետո ինչ կունենանք աղբավայրի հետ կապված, ինչպիսի լուծումներ եք նախատեսում տրանսպորտի որակի, գերծանրաբեռնվածության, լիցքաթափման, հասանելիության համար, որովհետեւ մարդիկ բողոքում են այդ խնդիրներից եւ կրկին ինչ եք տեսնում 5 տարի անց։ Մեր թղթակիցները իհարկե բողոքում են վիոլա ջրի քիչ առաջ խոսեցիք, բայց մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էիք, որ չեք բացառում, որ վիոլա ջուրը նույնպես հնարավոր է պետականացվի, եթե բողոքները շարունակվեն, հետաքրքիր է թե այս ուղղությամբ ինչ եք մտածում եւ հակասություն չեք տեսնում ձեր կարծիքի, ձեր տեսլականի եւ քաղաքացիների գնահատականի մեջ, արդյոք չափանիշների գնահատման վերափոխում վերանայում չեք նախատեսում եւ փողոցային հարցումները փողոցային առևտուրը նույնպես որ այս օրերին շատ ավելի աչքի է ընկնում նախատոնական օրերին հետաքրքիր է թե ինչպիսի լուծումներ եք տեսնում օրինակ հնարավոր է որ ինչ որ արտոնյալ պայմաններում կարողանաք տեղ հատկացնել մարդկանց այդ առևտուրը իրականացնելու համար եւ Աջափնյակի մետրոյի հետ կապված գիտեմ որ ուզում եք խոսել նկատի ունեմ գումարներն ուղղել եք այլ ուղղությամբ հետաքրքիր է թե մետրոյի նախագծում փոփոխություն տեղի ունեցել է թե չէ արդյոք կապալառու է փոխվել արդյոք երկիր է փոխվել որի հետ կհամագործակցեք շնորհակալ եմ իրականում տենց այն սկզբի խոսքս որ չասացի երևի տենց մի 30%-ը ձեր հարցերը հակում են եւ ես այդ առիթը կօգտվեմ եւ կխոսեմ բոլոր հարցերից նախ սկսեմ Աջափնյակի մետրոյից որովհետեւ շատ տարատեսակ լրատվական դաշտում տեղեկատվություններ հայտնվեցին այն մասին, որ Աջափնյակի մետրոյի ծրագիրը, չգիտեմ, խափանվել է, փոխվել է, նմանատիպ բան չկա։ Նախ ուզում եմ վստահեցնել, որ Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննությունները անցած պատրաստ է։ Եվ մասնավորապես այդ փորձաքննություններից մեկը, պարզ փորձաքննությունը, մեկից ավել տարի է տևել։ Այսինքն ինքը բավական բարդ process է եղել եւ շատ երկար մեկնաբանություններով վերադարձվել է նախագծողին, նախագծողը ինչ որ բաներ արձագանքել է, այդ process-ը տևել է 1 տարուց ավել։ Եվ Աջափնյակի մետրոյի կայարանը հաջորդ տարի, այս մետրոյի կայարանի այդ նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով որ մենք իրականացնելու ենք նախագծի ֆիդիկ կառավարման մոդել, որը որ, այսպես ասած, այս տեսակ մեծ նախագծի համար երևի թե ամենահարմար տարբերակն է, մենք ներգրավելու ենք տեղ հսկող, ինժեներական տեղ հսկող, ով ունի նմանատիպ փորձ այս տեսակ ծրագրեր կառավարելու, եւ որպեսզի կրկին արձանագրենք մետրոյի կայարանը Աջափնյակի, մենք մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել, այս որակի, այս բարդության, եւ հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված եւ կարծում եմ ավելի լավ է մենք մի փոքր ժամանակ, ավել ժամանակ ծախսենք այս նախագծային փուլերի վրա, գրագետ տեղ հսկողություն ունենալու վրա, որպեսզի հետագայում արդեն շինարարության ընթացքում կարողանանք կառավարումը ամբողջապես որակային տեսանկյունից եւ ժամանակային տեսանկյունից պահել վերահսկողության տակ։ Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված ընդհանուր մոտեցումը սա է։ Եվ հաջորդ տարի մենք ունենալու ենք հատուկ կառավարության որոշում Աջափնյակ մետրոյի կայարանի նախագծի հետ կապված։ Ինչ վերաբերում է տրանսպորտի որակին, տրանսպորտի որակի հետ կապված մենք ամեն տարի
ինչ որ նոր մի ծրագիր իրականացնում ենք, մասնավորապես այս տարի իրականացրել ենք արդեն իսկ կնքել ենք պայմանագիր 45 նոր տրոլեյբուսների գնման առումով 12 մետրանոց, որոնք որ չափերով նույն մեր ման ավտոբուսների չափի են եւ նրանք մատակարարվելու են 2026 թվականին առաջին կիսամյակում եւ մտնելու են գծեր, որը որ մեր տրոլեյբուսային ցանցի ամբողջական հին շարժակազմը դուրս է գալու եւ հետեւապես մենք կարելի ասել հին շարժակազմից արդեն ավտոբուսները, միկրոավտոբուսները, չգիտեմ, պազիկները, Hyundai-ները, դրանք բոլորը, գազելները բոլորը մաքրել էինք հները։ Հիմա վերջին մեր հանրային տրանսպորտի Վերգետնյա հանրային տրանսպորտի շարժակազմերում տրոլեյբուսներն են, որ մնացել են որոշ տեղերում հին շարժակազմերով, շարժակազմերը եւ ավելանում են, այսինքն գիծելը ավելանում եւ այդ բոլոր հին տրոլեյբուսները դուրս են գալիս կազմից։ Տրանսպորտի ոլորտում իրականացրել են կանգառների նոր կահավորումներ եւ եթե նկատել եք, արդեն որոշ կանգառներում կան էլեկտրոնային էկրաններ, որտեղ որ երևում է մեր համակարգով ավտոբուսների ժամանման րոպեներ, այսինքն դու հստակ արդեն կանգառում ես կարողանում տեսնել, թե քանի րոպեից է ավտոբուսը գալու եւ սա հիմնականում են մարդկանց համար է, ովքեր որ չեն օգտվում սմարթ հեռախոսներից, սմարթ էլեկտրոնային միջոցներից, որովհետեւ այդ միջոցներից օգտվողները հստակ արդեն գիտեն, որ օրինակ Yandex Maps-ում այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ավելի քան 1 տարի առաջ։ Տրանսպորտի ոլորտում մենք ավելացրել ենք ավտոբուսային գծերի քանակը Երևան քաղաքում եւ շարունակելու ենք դա անել, որովհետեւ առաջին հերթին հետիոտնին առաջնահերթություն տալ եւ երկրորդ հերթին հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը այլընտրանք չունի։ Եվ իրականում մենք պետք է գիտակցենք, որ նաև խցանումների կառավարման տեսանկյունից եւ մենք պետք է որոշակիորեն մեր շարժակազմերը ավելացնելով մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ։